Իմ մասնավորի ձեր դիրքորոշումն ենք ուզում լսել եկեղեցու եւ վեհապարի թիրախավորման վերաբերյալ։ Բայց ինչ դիրքորոշում ես պետք է ունենամ։ Ուզում եք զավթել, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի եկեղեցու։ Ության հանդեպ ով է դիրիժորը։ Չէ, դուք խոսեք պարոն նախագահ։ Այդ խայտառակության հանդեպ ես ինչ դիրքորոշում պետք է ունենամ։ Չի որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Այս խոսակցությունը ենթադրվող գործողություն Բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներ են, եւ այստեղ զարմանալու բան չկա։ Այս պատերազմյան արդյոք քաղաքացիական պատերազմի վտանգ կա։ Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը իմպիչմենտի այս գործընթացում։ Որտեղ Դավիթ Համբարձումյանը արժանի է դրան, Դավիթ Համբարձումյանը ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Նրանց թիրախավորում են որոշ հարցերում, դրա համար եմ ասում, չկար ավելի պակաս խոցելի մարդ, չնայած նրա անձնային որակները բարձր են գնահատում ճանաչողները, բայց թիրախավորում են որոշ կրիմինալ կոնտեքստ են դրան հաղորդում։ Ասում են նվեր արեց ՀԿ-ն մեզ։ Դուք էլ ասեք։ Շնորհակալություն։ Դուք էլ ասեք։ Հայտնի անեկդոտը հիշում եք։